Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ձեր կարծիքով ինչու հենց ընտրություններից 2 շաբաթ առաջ այս ամեն ինչը տեղի ունեցավ, ինչու Փաշինյանը այս ժամանակ հիշեց, որ միգուցե նման դեպք է եղել։ Դե բնականաբար, որովհետև Նիկոլ Փաշինյանը հոգեվարքի մեջ է ընկել, դրա համար էլ իր այս ջղաձուկումները այսպիսի սուր բնույթ են ստացել, որովհետև ամենօրյա ռեժիմով ինքը հարցումների արդյունքները ստանում է եւ բոլորիցս շատ լավ է տիրապետում իրավիճակին, այսինքն գիտի, որ հավաքական ընդդիմությունը հունիսի 7-ի ընտրություններում հաղթում է, ինքը խայտառակ ձևով պարտվում է, դրա համար էլ այսպիսի ռեպրեսիվ եւ անօրինական միջոցների է դիմում ու այս ճանապարհով փորձում է խոչընդոտել հիմնական ընդդիմադիրների գործունեությունը, որովհետև հիմա մենք քարոզարշավի մեջ լինելու փոխարեն զբաղված ենք այսպիսի մարազմային գործողություններով, խուզարկություններ, չգիտեմ, այստեղ քննչական կոմիտե, չգիտեն գնանք, գանք ինչ անենք եւ այլն։ Մի խոսքով, այսինքն մեզ շեղում են մեր բուն օրակարգից, հիմա մենք պետք է մեր ընտրողների հետ հանդիպեինք, ներկայացնենք մեր ծրագրերը, այսինքն քարոզչության հավասար պայմաններն են խախտվել նախ եւ առաջ։ Եթե պարոն Թևանյանին ձերբակալելու որոշում կայացնեն եւ փաստորեն զրկեն ազատությունից, ստացվում է նաեւ, որ մրցակից ուժերի երկրորդ համարին իրենք նաեւ զրկում են իր քարոզչությունը հավասար պայմաններում իրականացնելուց նաև տեղեկատվության առումով են իրենք խոչընդոտներ իրականացնում, որովհետև իրենց այս խուզարկությունների արդյունքում արդեն մի քանի ժամ է 7 AM լրատվաբերլուծական կայքը, որը բազմաթիվ հետևորդներ ունի, զրկված է հեռարձակվելու հնարավորությունից, լուսաբանելու այս ամեն ինչը եւ մեր ընթերցողներին տեղեկացնելու իրականությունը։ Այսինքն սա նշանակում է, որ Փաշինյանը ինչ-որ վախեր ունի, որ կարող է ընդդիմությունը հաջողությունների հասնել եւ ըստ էության փորձում է մաքրել ընդդիմադիր դաշտը, որպեսզի ինքը ըստ էության հասնի հաջողության։ Նիկոլ Փաշինյանը մահապարտ է դարձել, որովհետեւ ինքը արդեն այնպիսի հանցագործություններ է արել ընդհանրապես հայ ժողովրդի եւ մեր երկրի հետ կապված, որ առաջնորդվում է մահ կամ իշխանություն կարգախոսով։ Ինքը գիտի, որ Հայաստանի Հանրապետության մնալու պարագայում անխուսափելի է լինելու պատասխանատվությունը, իրավաքաղաքական պատասխանատվությունը, որովհետև վճիռները դատարանում կայացվում են Հայաստանի Հանրապետության անունից։ Երբ որ Հայաստանի Հանրապետությունը չի լինում, հետևաբար նրան դատող, նրան պատասխանատվության ենթարկող մարմինն էլ չի լինում։ Նրա այս մտածելակերպը շատ պարզ է, որովհետև ինքը հրահանգում է ԱԱԾ-ին եւ քննչական կոմիտեին դավաճաններ փնտրել, բայց թիվ 1 եւ գլխավոր դավաճանը հենց ինքն է, որովհետեւ ինքն է սպասարկում թուրք-ադրբեջանական օրակարգը, ինքն է 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում դավաճանաբար Արցախը հանձնել Ադրբեջանին, իր գործողությունների կամ անգործության արդյունքում են, որ այս պահին Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական զորքերը նստած են, ինքն է արդեն նախապես անոնս անում, որ այստեղ կարող են նաև ադրբեջանցիներ բնակեցվել, ինքն է անոնս անում, որ Հայաստանի տարածքներից պատրաստվում է հողեր հանձնել ընտրություններում, հանկարծ եթե այնպես ստացվի, որ վերարտադրվի դրանից հետո, մի խոսքով թիվ 1 դավաճանը փորձում է այլ դավաճանների փնտրել, ինչպես ասում են, դավաճանը ամենաբարձրն է գոռում բռնեք դավաճանին։ Եթե հիշում եք, նաև մի ժամանակ էլի այդպես բաներ, մտասևեռումներ ուներ, էլի այդպիսի աբսուրդային հրահանգներ էր իջեցնում ԱԱԾ-ին, ասում էր սատանաների բռնեք։ Հիմա այդ սատանաների բռնելու փուլը երևի հանցել է, արդեն հիմա էլ ասում է դավաճաններին բռնեք։ Մի քանի սատանա, հասկանալի է։ Դե հիմա շատ կարևոր է, որպեսզի հանցագործությունները բացահայտելու արդյունքում դուրս չգան իրենց հետքի վրա, որովհետև եթե օբյեկտիվ քննություն իրականացնեն, իրենք դուրս կգան հենց իրենց ու առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի հետքի վրա։ Այսինքն կարծում եք, որ ամեն դեպքում օբյեկտիվ քննություն չի իրականացվի։ Դե բնականաբար ինչի մասին է խոսքը։ Իհարկե մենք ժողովրդավարության բաստիոն Հայաստանում ենք գտնվում ճակերտավոր, բայց այսքան ժամանակ դուք երբ եք օրինականություն, արդարություն տեսել, հավասարություն, բնականաբար, այսինքն
Արդեն այն ժամանակ, երբ որ ինքը ոչ SMS-ներով, հիմա սա բանն էր, know-how-ներ Նիկոլ Փաշինյանի, արդեն SMS-ներով չի հրահանգները իջեցնում, հարահավաքի հարթակներից է ապօրինի հրահանգներ տալիս իրավապահ համակարգին, երբ որ ինքը այդ բարձր տոյնանությամբ սկսեց ղժղժալը, բղավելը, որ գնացեք, բռնեք տեղով, ժամով, օրով, հոդվածով, նույնիսկ արդեն ամեն ինչ ասեց, էլ անելու բան չէր մնում էր ինչ որ սպիտակ թելերով գործ կարելը մի ապուշություն հորինելը, որ գոնե հիմք ունենան տակը, հա, ձևական մի բան դնելու, արդեն իրենք էլ իրենց պատվերը պիտի իրականացնեն։